Այստեղ կդիտարկենք այնպիսի մի extension, որը նախատեսված է անմիջապես brackets-ից FTP-ի միջոցով ֆայլերը սերվեր տեղափոխելու համար։ Մենք դա կարող ենք առանձին ծրագրի միջոցով անել, ենթադրենք FileZilla, բայց brackets-ի միջոցով նույնպես դա հնարավոր է, եթե տեղադրենք համապատասխան extension-ը։ EQFTP կոչվում է, իրականում շատ կան այսպիսի extension-ներ, մի քանի extension կա դրա համար նախատեսված, մեջներից ամենահարմարը սա էր, FTP եւ SFTP միացումների համար է նախատեսված, install տեղադրենք այն այժմ, close ու հայտնվում է այսպիսի նշան։ Այժմ մեզ հարկավոր է միայն փակել brackets-ը եւ նորից բացել, որպեսզի այն աշխատի։ Դա ըստ երևույթի միակ թերությունն է այս extension-ի։ Ես փակում եմ, նորից եմ բացում ծրագիրը ու այժմ կփորձենք մեր այս պրոյեկտը իր ֆայլերով տեղափոխել սերվեր այդ extension-ի միջոցով։ Մեկնաբանություն եմ դարձնում այս երկու տողը, որպեսզի մեզ դրանք չխանգարեն։ Այժմ արդեն կլիկ անենք այս նշանի վրա, որպեսզի այն միանա, ու մեզանից պահանջում է որոշել գաղտնաբառ, ես մուտքագրում եմ գաղտնաբառ, դուք նույնպես որոշեք ինչ-որ գաղտնաբառ, որպեսզի ամեն անգամ այն մուտքագրեք միացնելուց, OK, ու բացվում է այսպիսի պատուհան։ Այստեղ կարգավորումների բաժին տեղափոխվենք, settings, ես մինչ ձայնագրությունը արդեն տեղադրել էի փորձելու համար, ու այստեղ ավելացրել եմ ինչ-որ մեկ այլ պրոյեկտ ու կարգավորումների ցանկում այստեղ կարելի է միացնել ծանոթությունները, ես դա արել եմ, կարելի է այստեղ նույնպես նշել, որպեսզի գաղտնաբառերը պահպանվեն ավելի ապահով ֆորմատով, բացի դրանից կարող ենք նշել նաև կարգավորումների ուղղությունը, այդ folder-ի ուղղությունը մեր համակարգչում եւ պրոյեկտների, որոնք կմիացնենք, դրանց կարգավորումների այդ folder-ի ուղղությունը նույնպես կարող ենք այստեղ նշել, ես թողնում եմ այնպես ինչպես կա, այստեղ create new connection, այս եղանակով մենք ստեղծում ենք մեր նոր միացումը, մեր նոր պրոյեկտի համար։ Իմ դեպքում անվանումը, որը որ կերևա այս հատվածում, թող լինի blog.galent.am, այնուհետև նշում եմ արդեն անհրաժեշտ տվյալները, server username, password, այստեղ port կարգավորման արժեքն է, հիմնականում լինում է 21 FTP ժամանակ եւ SFTP ժամանակ 22։ Մի խոսքով ես սրանք նշում եմ այժմ, որից հետո այստեղ advanced այս բաժնում մենք կարող ենք եւս մի քանի կարգավորում նշել, օրինակ սերվերում թե որ folder-ը բացվի միացման ժամանակ։ Իմ դեպքում կլինի այսպես 3w/blog.galent.am/ Ձեր դեպքում արդեն միգուցե այլ ուղղություն լինի եւ local path, սա արդեն մեր համակարգչում ուղղությունն է։ Մենք կարող ենք այստեղ կլիկ անել եւ ընտրել այդ ուղղությունը կամ կարող ենք սեղմել այստեղ, որը նշանակում է այն պրոյեկտի ուղղությունը լինի, որը որ բացված է այս պահին։ Ես դա եմ սեղմում եւ այս մյուս բաժնում մենք կարող ենք նշել մի քանի կարգավորում։ Օրինակ այնպես կարող ենք անել, որպեսզի միայն նոր ստեղծված ֆայլերը ավտոմատաբար upload լինեն, կամ ենթադրենք նոր folder ենք սեղմում, դա միանգամից upload լինի, կամ կարող ենք ենթադրենք ընտրել classic այս տարբերակը ու նշել այստեղից ենթադրենք այն ժամանակ upload տեղի ունենա, երբ որ save ենք անում ֆայլը, պահպանելու դեպքում բեռնվի սերվեր։ Մի խոսքով ես սա թողնում եմ անջատված ու վերջում արդեն սեղմում եմ save։ Այստեղ ասում է, որ պահպանված է, close, այժմ սեղմում եմ այստեղ եւ այստեղից ընտրում եմ blog.galent.am, սա։ Մենք տեսնում ենք, որ բացվում է, այստեղ հայտնվեց ծանոթումը, որ միացումը հաջողությամբ տեղի ունեցավ, ու այժմ փորձենք մեր ֆայլերը տեղափոխել այս ուղղությունով, արդեն սերվեր։ Դրա համար կարող ենք անել հետևյալը։ Ես այստեղ ենթադրենք բացում եմ այս folder-ը, այս նկարի վրա օրինակի համար կլիկ եմ անում, աջ կլիկ ու ընտրում եմ upload։ Այն բեռնվում է արդեն մեր սերվեր, ու եթե այստեղ այժմ սեղմենք այս թարմացնելու նշանը, կտեսնենք, որ այդ ֆայլը իր folder-ով հանդերձ, մեր դեպքում screenshots folder-ներ գտնվում է արդեն այնտեղ։ Նույն եղանակով, եթե այժմ ենթադրենք այս index.html ֆայլը, այստեղ սեղմենք աջ կլիկ, upload եւ այս my.css ֆայլը upload, ապա այցելելով արդեն մեր դեպքում blog.galent
get.am այս հասցեով մենք կտեսնենք արդեն արդյունքը։ Բացի դրանից այստեղ կա այսպիսի մի հնարավորություն, հայտնվել է EQ-FTP այդ հերթականությունը ցուցադրելու համար նախատեսված պատուհան, ես քլիք արեցի, բացվեց ու մենք տեսնում ենք բոլոր ֆայլերը, որոնք մենք upload արեցինք ու ստատուս այստեղ նշված է done։ Ենթադրենք ես այժմ upload եմ անում եւս մի ֆայլ, այստեղ embed HTML ֆայլ, աջ քլիք, upload ու մենք տեսնում ենք, որ դա նույնպես բեռնվեց։ Նույն եղանակով կարող ենք այստեղից upload անել, ենթադրենք նշենք մեզ անհրաժեշտ ֆայլերը, սեղմել աջ քլիք, start ու նորից դրանք upload կարվի, այսինքն կթարմացվի ըստ երևույթի։ Իսկ եթե նշված լիներ այն կարգավորումը, որ ամեն պահպանելու դեպքում upload արվեր, օրինակ մեր դեպքում index.html ֆայլը, որը որ գտնվում է նաև մեր սերվերում, եթե կատարենք ինչ-որ փոփոխություն, սեղմենք save, դա ավտոմատ upload կլիներ։ Ընդհանուր իմ կարծիքով պարզ էր ամեն ինչ, սա հնարավորություն է, որը տրամադրում է Brackets-ը ու որը նույնպես իհարկե օգտակար է։ Միգուցե այնքան լավ չաշխատի, որքան որ FileZilla-ն ու չունենա այնքան ֆունկցիոնալ, որքան որ FileZilla-ն, բայց բազային ֆունկցիոնալ, ինչպես նկատեցիք, առկա է ու թեթև պրոյեկտների հետ աշխատելու ժամանակ հատկապես շատ հարմար է, կարելի է իհարկե օգտագործել FTP միացումների ժամանակ նաև այս տարբերակը։ Այստեղ այսքանը, մինչ հաջորդ վիդեո։